Տիգին Ալաբերդյան մենք տեսանք Վենսի այցից առաջ բազմաթիվ նամակներ նրան գրվեցին։ Նրա Հայաստան ժամանելու օրը ակցիա արվեց գեյների հարցն Ադրբեջանում Ալիևի հետ հանդիպմանը բարձրաձայնելու կոչով, ակցիային մասնակցում էիք նաև դուք։ Հայտնի է, որ քննարկում եղել է։ Այս հարցը հետաքրքրություն ներկայացնում է միջազգային դերակատարների համար։ Նայեք, երկու բան կա, որ ես անպայման ուզում եմ ասել։ Նախ եւ առաջ չկա այդպիսի միջազգային հանրություն, ինչպեսին է մենք հիմա պատկերացնում ենք։ Առնվազն արդեն մի 10 տարուց ոչ պակաս, եթե ոչ շուտ ավելի, 12-14 թվականից միջազգային հանրությունը ապրում է ճգնաժամային ժամեր, դա մեկ։ Երկրորդը, մենք փաստորեն ոչ թե միջազգային հանրության ներկայացուցիչին ենք սպասում, այլ սպասում ենք այդ զուտ Միացյալ Նահանգների փոխնախագահի։ Այսինքն ես հստակեցնեմ, որ անգամ այստեղ ես ունեմ համոզմունք եւ կարող եմ դա հիմնավորել, որ որևէ մի բան, որը հետաքրքրություն չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, նրա բարձրաստիճան պաշտոնյաների համար եւս ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։ Դա առաջինը ինչ ուզում եմ ասել եւ շատ բարձ ու կարելի ասել ազնվորեն ասել է եւ ԱՄՆ-ի նախագահը, որ ինչ էլ որ նրանք անեն, դա պետք է բխի զուտ ԱՄՆ-ի ազգային շահերից։ Հիմա երկրորդը, թե հասարակությունը ինչի է բոլոր դեպքերում հավաքվում։ Ես ունեմ ուղղակի կարգախոս բոլորին հորդորում եմ, եթե որևէ մի բան չի անում իշխանությունը, եթե որևէ մի բան չի ուզում լսել, լինի միջազգային հանրություն, լինի տվյալ դեպքում ԱՄՆ, հասարակությունը պարտավոր է անել եւ իր ձայնը բարձրացնել։ Ես դա ասում եմ, որովհետև ունեմ արդեն մի 35 տարվա այդպես ակտիվ, даже 38 տարվա ակտիվ այդպես գործունեության փորձ, շատ համեստ լումա, եւ պետք է ասեմ, որ մենք չպետք է ղեկավարվենք որևէ մի գործողություն կատարելուց, արդյոք լսված եք լինելու թե ոչ։ Մենք ունենք պարտականություններ, մենք ունենք պարտավորություններ մեր ժողովրդի առջև, եւ դա պետք է անպայման լինի։ Եվ եթե դա ընդհանրապես աբստրակտ հարց է, ես այդ հարցին պատասխանել եմ։ Ինչ վերաբերվում է կոնկրետ պարոն Վենսին, ապա ես պետք է դեր ասեմ, որ արդեն պետք է նկատած լինեք անցած տարվա ընթացքում, որ շատ փոփոխական են անգամ տրամադրությունները նահանգների բարձրաստիճան պաշտոնատար ազգ ներառյալ նախագահ։ Եվ այս առումով ես կարծում եմ մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ազդել եւ փոփոխել որոշ կարծրացած մոտեցումներ։ Ահա, եւ ինչ պետք է անենք փոփոխելու համար։ Նայեք, ուրեմն ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ հնչեցրել է, ինչքան ինչ ազդեցություն է ունեցել, այդ չէ, որ իմ պատասխանից մեջ է, այլ այն գովասանքը եւ հիացմունքը, որը պարոն Վենսը ցուցաբերել է պարոն Ալիևի նկատմամբ։ Հատուկ եմ ասում պարոն Ալին, որովհետև իրենք հենց երկուսը, ինչպես ռուսներն են ասում, դվա սպագապարը, այսինքն իրոք պարոնայք։ Եվ այս առումով որևէ մի ակնկալիք զուտ Ամերիկայից մենք չպետք է ունենանք, բայց կան հնարավորություններ, եւ այդ հնարավորություններից չի օգտվելու, ավելին խոչընդոտ է լինելու Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, խոսքը գնում է մեր արդեն դատապարտված իրականում քաղաքական պատանդ հանդիսացող մեր հայրենիքներին, ես կարծում եմ մենք չենք սկսել դեռ այդ երկրորդ փուլի գործողությունները։ Որն է երկրորդ փուլը։ Քանի որ Հայաստանը չի պահանջել եւ չի եղել որևէ մի կոշտ պահանջ, որ տեղի ունենա էքստրադիցիան, այսինքն միջ դատը քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնեն Հայաստան եւ այստեղ տեղի ունենա այդ դատը կամ երրորդ երկիր, ապա այսօր երբ որ արդեն դատավճիռը հայտարարված է,
երկու ճանապարհ կա ու ես գտնում եմ, որ երևի թե դատապաշտպանները Ռուբեն Վարդանյանի, որոնք ստանձնել են պարտավորություն եւ պարտականություն եւ այլոց իրավունքների պաշտպանության, նրանք պետք է անշուշտ դիմեն եվրոպական դատարան։ Դա անգամ եթե էլի այդտեղից հույս չունես, պետք է դիմես, ինչու՞։ Որովհետեւ եթե չես դիմում, ուրեմն համաձայնվում ես Ադրբեջանի, այսպես կոչված դատարանի վճռի հետ։ Երկրորդ ճանապարհը դա իհարկե ավելի ջուրին է պետական մակարդակով, պաշտոնական մակարդակով անել, դա այսպես կոչված արդեն այսպես բերելն է այն երկիրը դատա պարտված արդեն վճիռը կայացած անձանց պետք կարելի է միջազգային իրավունքի շրջանակներում բերել Հայաստան, որ նրանք իրենց պատիժը, եթե գտնի Հայաստանը, որ այդպիսինը պետք է անի, կրեն այստեղ։ Մենք ճիշտ այդպես վերադարձրել ենք մի քանի դատապարտված անձանց Ռուսաստանից, ճիշտ այդպես մի բան էլ դեր խաթարությամբ արել է Իլհամ Ալիևը 8 տարի այսպես ասած ազատազրկումից հետո Ռամիլ Սաֆարովին ինքը վերադարձրել է Ադրբեջան, ավելին ինքը վճարել է 8 տարվա աշխատավարձը ներառյալ սպանության օրը, ինչը կարծես թե չնկատեցին մեր զլմ-ները, այսինքն դա ապացույց է, որ Մարգարյանի սպանությունը, Մարգարյանի սպանությունը եղել է պետական հրաման եւ դա կատարել է այդ Ռամիլ Սաֆարովը, բայց դա տեղի ունեցել է։ Այսինքն միջազգային հումանիտար իրավունքի ներքո եւ ընդհանրապես կա այդպիսի բան, որ եթե անձը դատապարտվել է մի երկրում, ապա կարելի է իրեն տեղափոխել մի այլ երկիր կամ իր քաղաքացիության երկիրը, որտեղ ավելի ջուրին կլինի նրանց բարեկամներին իրենց այցելել։ Եվ դա եւս մնում է։ Դե երրորդ ճանապարհը դա անշուշտ քաղաքական բնույթ է կրում պահանջել օրվա իշխանությունից կամ եկողով լինելու, սրանք լինելու թե ուրիշները, ապագա իշխանություններից, որ իրենք աշխատեն այդ ուղղությամբ։ Ֆրանս 24-ին տված հարցազրույցում Ալիևն Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներին համեմատել է նացիստական առաջնորդների հետ, իսկ նրանց դատավարությունը Նյուրնբերգյան դատավարության։ Այսպիսի մաքսիմալիստական պնդումները նրանց վերադարձի հույս թողնում են։ Տեսեք, կան երկու մասի են բաժանված առնվազն Ադրբեջանի ղեկավարության համար մեր քաղաքական պատանտները, այն է դա ռազմաքաղաքական ղեկավարությունը Արցախի եւ մնացած այդտեղ այսպես ասած անօրինական ձևով պահվող անձինք, անգամ դատարան եւ այլն, ես համարում եմ դրանք բոլորը անօրինական են, բայց այնուամենայնիվ Իլհամ Ալիևը հստակ հայտարարություն արեց, որ հանկարծ չմտածեք, որ ինչ որ ձևով մենք կարող ենք վերադարձնել ռազմաքաղաքական ղեկավարության։ Դա իդեպ շատ վատ լուր է, բայց դրա ներքո կա եւ այլ կոնտեքստ, այն է, որ մնացածներին կարող է վերադարձնել։ Եվ իհարկե այս դրաշավային ամենաթեժ պահերին, որովհետեւ ինչպես մենք հասկացել ենք, ոչ միայն Ադրբեջանի իշխանությունը, այլև Հայաստանի օրվա իշխանությունը դիտարկում է այդ մարդկանց ինչպես կեղտոտ, շատ կեղծոտ քաղաքական արևտրի օբյեկտ։ Նրանք այդտեղ չեն տեսնում մարդուն, կոնկրետ անձին եւ այլն։ Նրանք տեսնում են, որ դա կարող է օգտակար լինել։ Մենք արդեն գիտենք, լսել ենք, որ ինչպես ամենքին կանգնած են այս օրվա իշխանությանը, թե Էրդողանը, թե Իլհամ Ալիևը, եւ մենք արդեն լսեցինք եւ Վենսից, որ փաստորեն իհարկե ողջունելի է իրենց համար, որ կրկնվի ընտրությունների ժամանակ այդ հաղթանակը օրվա իշխանության։ Այնպես որ կրկնում եմ, այդ համատեքստի մեջ հնարավոր է վերադարձվել մի քանի այլ անձինք, ընդ որում մաս-մաս, բայց բացի այդ ներքին
Հայաստանի համար ներքին խնդիրների համար ես համոզված եմ Ադրբեջանը անպայման առաջ է քաշելու նոր հնարավոր է հենց տարածքային պահանջներ։ Ես հիշեցնեմ, որ եւ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը բազմաթիվ անգամ հնչեցրել են այսպես կոչված անկլավների հարցը։ Եվ այս առումով չի բացառվում, որ այդ արևտրի այսպես ասած փոխանակման նյութ դարձրած մեր պատմներին քաղաքական կարող են որոշներին վերադարձվել։ Դա անշուշտ առաջացնելու է մեծ ոգևորություն Հայաստանի ընտրազանգվածի մոտ, մասնավորապես նրանք ովքեր որ անգամ Արցախ հադրելուց հետո անգամ տարբեր եկեղեցու դեմ եւ այլն մեկ է մնում պաշտպանները օրվա իշխանության եւ նրա ղեկավարի այնպես որ որպես խառը իհարկե էմոցիաներ է առաջացնում ես եմ ուրախացել երբ որ այդ 4 մարդիկ վերադարձվել են բայց մյուս կողմից մենք պետք է իմանանք որ այդ ժամանակ Գրեչյան նախադեպ բան է տեղի ունեցել, այն է միջազգային տերորիստներին, այսինքն միջազգային իրավունքի դեմ կանգնած մարդկանց եւ բացի դրանից ուղղակի կոնկրետ սպանություններ իրականացված մարդիկ վերադարձվել են Թուրքիայի միջոցով, այսինքն տեսիք թե որևէ մի ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ մարդասիրական բան չկա այդ փոխանակումների հետևում, այնպես որ մի կողմից իհարկե լավ է, որ վերադարձվել են, թեկուզ այդ 4 անձինք եւ մյուս կողմից նույնը սպասվում է եւ ապագայում։ Այո, այդ քաղցր լուրը, որ մի քանի հոգի կարող է ազատվել, անպայման ողողված է լինելու կեղտոտ քաղաքական արևտրի ինչ որ հետևում կանգնած կեղտոտ արևտուրը։